աղետները գալու են, շատ հետաքրքիր ձևով են գալու։ Գրված է երկու մարդ, երկու ձիթենիների պատմությունը գիտեք, որ Զաքարյան Մարգարեանում է եւ Զաքարյան Հովանեսի հայրն է։ Զաքարյանը պապանձվել է, որ հրեշտակա տեսել։ 3.5 տարի։ Հենց երբ գերվեցին, որ խնդրել է երեխաները։ Գիտեք, հիմա արդեն Մինչև Հովանեսը ծնվի։ զարգացած են լինելու այս ժամանակներում չենք կարող պատկերացնել, բայց ամբողջ աշխարհին հասանելի է։ Զաքարյանն էլ Հիսուսի քազնն է։ 1 օր չի, 2 օր չի, 3 օր չի։ Հովանեսը քազնն է։ Ջանը։ Զգուշացնելու են մարդկանց։ Էլիզաբեթն էլ հետ է։ Գիտեք ինչ են զգուշացնելու։ Հոսեփի Մայամի բարեկամ, չէ՞։ Խոսելու են Աստծո խոսքի մասին, խոսելու են Աստծո կամքի մասին, խոսելու են պատիժների եւ զգուշացնելու են։ Ձիթենիները։ Եթե լոյաշ չեմ ասում դե։ Այսինչ երկիր կամ այսինչ աշխարհամաս քո վրա գալու է այսինչ պատիժը, դա գալիս է սա Հիսուսի բարկությունից։ Հիսուսի դուք ապաշխարեք։ Ապաշխարքի գաք ուզում ասի։ Ձեզ շանս կա ապաշխարքի գալու։ Լավը քունը ապաշխարությունից հարստվեք իրան։ Այսինչ օրը, այսինչ ժամը, ճիշտ է խոսում։ այսինչ աղետը գալու է ձեր վրա։ Բայց չի կարող ասի, որ ապաշխարության նշանը շնորհքի գալն է։ Այս անգամ ապաշխարը կա։ Ապաշխարը կա։ Այսինքն ծնվեցի, ծնվեք։ Ծնվեք։ Մենք ծնված մարդիկ ենք, թե կենդանի մեռել։ Ապաշխարում բառը ինչ է նշանակում։ Ապաշխար գալը։ Գիտեք որտեղից գիտեմ, որ ամբողջ աշխարհը իմանալու է։ Որովհետև երբ որ իրանց սպանում են, ձիթենիների կուլ են տալու։ Աշխարհի բոլոր ժողովուրդները, սկսած Հունաստանից, գրիկներից, իրար աշկալուսանք են տալիս, որ այդ վարդապետությունը զգուշացեք։ Չարբան, որը կարկուտու Չարբանը մեկի զգուշացնում եմ, ասում եմ, լսեք, եթե սենց անեք, սենց կլինի։ Չար է սպանություն։ Հետո անում են տենց նենց ալին, ասում են դու հովիվ ես, քո խոսքը ուժ ունի, ասեցիր դրա համար մեր կյանքում է դիա։ Ձիթենին, դարա մարգարեին տվեք, մարգարեի կոչում, թե մարգարեին ընդունեք ինչպես մարգարե։ Ընդունեք ինչպես մարգարե, Հիսուս։ Ուզում գրվել է մարգարեին տվեք, մարգարեի կոչում ասել է։ Հիսուսը տես չի ասել։ Ասել է մարգարեին, ընդունեք որպես մարգարե։ Եվ մի նախանձեք, այլ հնազանդվեք ու լսեք նրա խորհուրդները, որ հիմի գաք, դառնաք նրա նմանը, նրանից լավը, լավից է լավը։ Հայրիմ, հայ Հիսուսներ ասում, շնորհակալ եմ քեզանից, որ գաղտնի պահեցիր գիտնականներից, գիտնականներից, իմաստուններից այս դարի էլի իր դարում։ Այն իմաստությունն ու գիտությունը, որ հանձնեցիր ինձ, եւ ես քո հոգու միջոցով հանձնում եմ երեխաներին, շնորհակալ եմ քեզանից, հայրիմ։ Այդ աղոթները ուր են արա։ Այդ կամքը ուր է։ Պահել եք։ Երեխեքին տվել եք։ Չէ։ Դեմետ խոսքալու ոչ մի թեմա չկա։ Բարի լուր են ավետելու վերջապես։ Հա, գլուխը կերանք։ Դրա։ Դու ավետից ու բարի լուրը։ Ձեր ծնողայետ միշտ, ես ձեր ուղեղի ծուցկը, սերունդ է սերունդ ուղն ու ծուցկը, շինեմ, չքանդեմ, շինեմ։ Նաև առաջում այսքան, և գարրեմ բարկությունից։ Քրիստոսի բարկությունից այս հասարակ։ Բա որսոր ես եմ գարրի ինքը մարդը, Քրիստոսը հենց, օրինակ, աբար, մորացեք ոչ մարդը, արա գնաստի, շո, գերի են լինելու, ինչին գրքին, իրաց տված հետը քրքրությունը ապաշխարքի չեն գալի շատերը, արա դու ապաշխարում բարը չգիտես ինչա նշարկում համբար, բայց այնու ամենայնի ճիշտ ես խոսում, շնորհքի գալն է, առանց նախանձելու, առանց բարի կամ չար, նախանձ նշանակում առաջին մարդ, նախ ես մի անձեմ, նախ և առաջ, ես էլ եմ մարդ, ես էլ եմ անձեմ, բայց դուք մեղք եք, մի ժամանակ անգամ եղել են եկեղեցում և հիմա մեղքի կյանքով են ապրում։